Ամեն հայ եւ քրիստոնյա միշտ պատրաստ լինի եւ մեծ սրտով գնա դիմավորելու իր հայրապետին եւ հայցելու հայրապետական այդ առատ օրհնությունները։ Ցավոք սրտի այժմ չեմ տեսնում մեր ազգին այստեղ, ինչը որ ուզեի տեսնել, բայց փառք Աստծո, մենք մեր հայրապետի կողքին ենք, մենք մեր հայրապետին սիրում ենք եւ մենք մեր հայրապետի, մեր Աստծո զինվորներն ենք եւ մեր Մայաթորի պահապաններն ենք։ Կարծում եք այն ճնշումները, որ իշխանությունը գործադրում է, միանշանակ հաջողության չի հասնելու, չի կսակվել հաջողության։ Ես վստահ եմ, որովհետեւ մենք արդարության համար ենք պայքարում ենք Տիրոջ խոսքի տարածման, Տիրոջ հաստատած եկեղեցու աստվածության համար եւ հնարավոր չէ որ Տիրոջ կողմից հիմնված եւ Տիրոջ կողմից ընտրված հայրապետի հետ կապված որևիցե խնդիր լինի եւ մենք էլ որպես օծված քահանաներ ունենք կոչում մեր Աստծո խոսքը տարածելու եւ ունենք կոչում մեր հայրապետին պաշտպանելու եւ մենք մեր կոչման մեջ անխախտ ենք, հավատարիմ ենք եւ այդպես մնալու ենք։ Տեր Մաղաքի ամեն դեպքում վեհապարի ամենամտերիմ շրջանակին փորձում են իզոլացնել առաջինը նաեւ ձեր առաջիններից էր նաեւ ձեր թեմակալ առաջնորդը Մկրտիչ Սրբազանը, Արշակ arczepiskopos Խաչատրյան, դրանից առաջ եւս երկու սրբազաններ Միքայել եւ Բագրատ սրբազանները ամեն դեպքում էս պարակտման ворթ է նաեւ գծվել Մայրաթորից ներս։ Հնարավոր է որ եկեղեցին հենց ներսից չդիմանա այս ճնշումներին, այս ծանրաբեռնվածությանը։ Ցավոք սրտի վերջին ժամանակներում եկանք ականատես մեր եկեղեցում նման հոգեորականների, ովքեր թողեցին իրենց ծննդավայրը, ովքեր թողեցին իրենց կոչման արժանացած վեհապարին, բայց ես վստահ եմ եւ լիահույս եմ, որ մեր եկեղեցականներից մեծ մասը Մայաթորին հավատարիմ ենք եւ մեր վեհապարի կողքին ենք։ Եվ վստահ եմ, որ ինչպես որ Տերն է ասում, մաքրվելու են ամեն ինչ եւ հիմա էլ այդ մաքրման գործընթացի մեջ ենք։ Իմ կարծիքով եկեղեցին ինքնամաքրվում է, այո։ Եվ իրենց բացակայությունը իմ կարծիքով մեզ համար օգուտ է, ոչ թե վնաս է։ Հասկանալի է ձեր տեսակետը, շնորհակալ ենք, օրհնաբեր ծառայություն։ Աստված օրհնի ձեզ, շնորհակալություն։